Բարև ձեզ, Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Թուրքիայի ազգայնական շարժման ղեկավար Դևլետ Բաղչելին, ով հանդիսանում է Էրդողանի կոալիցիոն գործընկերը, հետաքրքիր հայտարարություն է անում հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ առհասարակ Հայաստանի հետ կապված։ Նախ նշում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռևանշիստական տրամադրություններից, այսինքն ըստ էության հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, փոխհատուցում եւ այլն։ Բացի այդ, ինչպես նշում է Բաղչելին, Զանգեզուրի միջանցքը պետք է հանձնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հսկողությանը, որպեսզի կարողանա դուրս գալ տնտեսական շրջափակումից։ Ինչ է սա, եթե ոչ պահանջ եւ, ինչպես ասում են, ուլտիմատում, քանզի Հայաստանը այլ տարբերակ ըստ Բաղչելի չի ունենալու, եթե այս ամենը չիրականացնի։ Սրան զուգահեռ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Մոսկվայում քննարկում է Հարավային Կովկասի խնդիրները եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսինքն ըստ էության կրկին քննարկում է Զանգեզուրի միջանցքը վերցնել չվերցնելու հարցը։ Եվ Մոսկվայի պատասխանից է պարզ լինելու, հնարավոր է լինելու արդյոք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար վերցնել Զանգեզուրի միջանցքը։ Բացի այդ, այստեղ կարևոր հանգամանք էլ կա Իրանը։ Ֆիդանը կարծում ենք Մոսկվայից հետո նաև Իրանին պետք է փորձի համոզել, որ Զանգեզուրի միջանցքի անցումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հսկողությանը չի վնասում Իրանի շահերին եւ իրենք Իրանի շահերը չեն ոտնահարելու։ Այստեղ մնում է կարևոր հարց, իսկ ուր մնաց Հայաստանը։ Մենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ նշել էինք, որ դեռևս հունիսի 8-ին եղել էր հանդիպում Ստամբուլում եւ ստորագրվել էր Ստամբուլյան հռչակագիրը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև եւ այնտեղ խոսվում էր միջին միջանցքի մասին, բայց կրկին բացակայում էր Հայաստանը։ Շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծված։ Հայաստանի տարածքների հարցը քննարկվում է Հայաստանի սահմաններից դուրս առանց Հայաստանի մասնակցության, բացի այդ Հայաստանի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանվում, արդեն որոշում է կայացվում, որ այդ հսկողությունը պետք է սահմանվի, բայց զարմանալիորեն մեկ կարևոր հարցի պատասխան չի տրվում, իսկ ուր է մնում Հայաստանը, ինչ է ստանալու Հայաստանը դրանից եւ առհասարակ ստանալու ինչ որ բան թե ոչ։ Շատ վտանգավոր է այս ամենը եւ սպասենք տեսնենք թե իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Եվրոպական միության հետ է կապված։ Եվրոպական միության Եվրակոմիսար Մարթա Կոսը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Եվրոպական միության նոր անդամները, որոնք կհամալրեն Եվրոպական միության շարքերը, չեն ունենալու հավասար ձայնի իրավունք։ Այսինքն պարտականությունները այո, ամբողջությամբ եւ 100%-ով պետք է կատարվեն, բայց հավասար ձայնի իրավունք նրանք չպետք է ունենան։ Այս մասին իր մտահոգությունը արդեն հայտնել է Վրաստանը իդեմս խորհրդարանի խոսնակի։ Վերջինս նշում է, որ եթե նոր անկախ երկրները կամ նոր պետությունները, որոնք պետք է համալրեն Եվրոպական միության շարքերը, չեն ունենալու հավասար ձայնի իրավունք, ստացվում է, որ Եվրոպական միությունն ունենում է առաջնային եւ երկրորդային անդամներ, այսինքն առաջին կարգի անդամներ, որ ինչպես իրենք են նշում, հանդիսանում են ոսկե միլիարդը եւ երկրորդական նշանակության անդամներ, որոնք ուղղակի լինելու են սպասարկող։ Թե որքանով է այս ամենը նպաստելու կոնկրետ պետությունների զարգացմանը, թե որքանով է այս ամենը նպաստելու այդ պետությունների շահերի ապահովմանը Եվրոպական միությունում, այս մասին Մարթա Կոսը լռում է, բայց լռում է ըստ էության տողատակերում բացահայտելով, նշելով, որ այդ պետությունների շահերը ըստ էության չեն ապահովելու եւ պետությունները չեն ունենալու հնարավորություն օրինակ վետո կիրառել եւ օգտվել իրենց վետո իրավունքից, եթե ընդունվում են հարցեր, որոնք ամբողջությամբ կամ մասնակի չեն համապատասխանում տվյալ պետության ազգային պետական շահերին կամ ազգային առանձնահատկություններին։ Կարծում ենք նման վտանգ նաև Հայաստանի առջև է լինելու, քանզի Հայաստանը եւս վստահ քայլերով գնում է դեպի Եվրոպական միություն, համենայն դեպս այդպես են հայտարարում պատկան մարմինները եւ համապատասխան օրենք է ընդունվում Հայաստանի խորհրդարանի կողմից։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այստեղ եւս ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հետ է կապված շատ ուշագրավ որոշում է կայացրել Հաագայի միջազգային դատարանը։ Հիշեցնենք, որ Ուկրաինան դիմել էր Հաագայի դատարան, պահանջելով առ-ոչինչ հայտարարել Ռուսաստանի այն հայտարարությունը, որ Ազովի ծովը հանդիսանում է ներքին ծով եւ որ ինքը սուվերեն իրավունք ունի Ազովի ծովի նկատմամբ։ Ուկրաինան պահանջում էր սա չեղարկել, քանզի Ազովի ծովը նաեւ Ուկրաինային էր պատկանում, համենայն դեպս 2022 թվականից առաջ, բայց Հաագայի դատարանը մերժում է Ուկրաինայի այս խնդրանքը, դիմումը եւ որոշումը թողում ուժի մեջ, այսինքն Ազովի ծովը Ռուսաստանի համար ներքին ծով է։ Սա նաեւ նշանակում է, որ Հաագայի միջազգային դատարանը փաստացի ընդունում է, որ այն այս պահին չի պատկանում Ուկրաինային եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մեջ չի մտնում։ Սա ուշագրավ հայտարարություն է եւ ուշագրավ որոշում։ Փաստորեն ստացվում է, որ միջազգային հանրությունը կամ այն շրջանակները, որոնք Ուկրաինային համոզում են, որ պետք է պայքարել անկախության համար, որ պետք է
քայլեր ձեռնարկել եւ այլն, հիմա ընդունում են տարածքային ամբողջականության այն պատկերը, որ այժմ կա։ 22 թվականից առաջ Ազովի ծովը եւս Ուկրաինայի տարածքային ամբողջականության մեջ մտնում էր համենայն դեպս նրա առափնյա հատվածը, բայց հիմա Հաագայի դատարանը փաստում է, որ ողջ Ազովի ծովը պատկանում է Ռուսաստանին եւ ռուսական հայտարարությունը չի հակասում ոչ միջազգային իրավունքին, ոչ էլ Ռուսաստանի ներպետական իրավունքին։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ միջազգային իրավունքի մասին, սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ միջազգային հանրության դիրքորոշումների մասին։ Ուկրաինան այսօր կանգնած է կործանման եզրին, Ուկրաինան այսօր ամեն օր տարածքներ է կորցնում, բայց նույն միջազգային հանրությունը, որ 2022 թվականի մարտից համոզեց Ուկրաինային, որ պետք չէ պայմանավորվել Ռուսաստանի հետ Ստամբուլյան արձանագրությունների մասին է խոսքը, այլ պետք է պայքարել, եւ այդ առաջամարտիկը Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնն էր, հիմա փաստացի համոզում է Ուկրաինային, որ ոչինչ, տարածքային կորուստներ պետք է լինեն, բայց կարևորը, որ պայքարը պետք է շարունակվի մինչև վերջնական հաղթանակ։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակը այստեղ եւս ինչպես է զարգանում։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքան է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։